Բարես հարգելի ընկերներ, եթերում կանք հաղորդաշարն է, որի շրջանակում մենք փորձում ենք լուսաբանել հանրայացնել Հայաստանում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների աշխատանք ավելի լավ իմանալով, թե ինչ է նրանք անում իրենց համայնքներում։ Եվ այսօր մեր հյուրն է տարածաշրջանի կայուն զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Անժելա Ստեփանյանը։ Բարև Անժելա։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավիրելու համար։ Եթե խնդրեմ, կարող եք մեզ ասել, երբ է հիմնադրվել կազմակերպությունը, ինչ նպատակների շուրջ եք համախմբել եւ սկսել աշխատանքները։ Սկսեմ նրանից, որ տարածաշրջանի կայուն զարգացում հասարակական կազմակերպությունը գործունեություն է ծավալում Արմավիրի մարզում, Արարատյան դաշտում, մի փոքր նաև արդեն Արմավիրի մարզի սահմաններից դուրս, նաև Արարատի մարզում, այսինքն Արարատյան դաշտավայրում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2021 թվականին, 5 տարի առաջ, շատ մեծ կենսագրություն չունենք, բայց 5 տարիների ընթացքում բավականին բովանդակալից կենսագրություն ունենք, այսպես ասած, եւ հիմնական ուղղությունները, որոնց շուրջ աշխատում ենք, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզը գյուղատնտեսական մարզ է, բնականաբար առաջին հերթին աշխատում են գյուղատնտեսական ոլորտում, այսինքն մեզ համար կարևոր է գյուղատնտեսությունը իր խնդիրներով, հաջողություններով եւ գրանցած առավելություններով հանդերձ, ցավոք սրտի այստեղ դեռ խնդիրները շարունակում են մնալ շատ եւ բնականաբար անելիքներն են շարունակում լինել շատ։ Երկրորդ ուղղությունը, որը ստանձնել ենք եւ այդ ուղղությամբ աշխատում ենք, դա շրջակա միջավայրի պահպանությունն, այսինքն բնապահպանական խնդիրները, որոնք Արմավիրի մարզում ավելին են, քան մի քանի տասնյակ եւ դրանք եւս բաժանվում են բնագավառների, այսինքն ոլորտը բաժանվում է բնագավառների, բնապահպանական ոլորտում առնվազն 4 բնագավառ ունենք, որտեղ խնդիրները շատ են։ Բացի դրանից կազմակերպության համար շատ կարևոր է եղել նաև աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկ եւ հաշվետվողական լինելու, այսպես ասած, հետևողական լինել այս գործընթացում եւ իհարկե մասնակցային դարձնել համայնքի ազգաբնակչությանը, թիմ որոշումներին եւ այստեղից էլ բնականաբար բխում է նաեւ մարդու իրավունքների, սոցիալ-տնտեսական, խոցելի խմբերի առողջության շատ տարբեր ոլորտային ճյուղեր, որոնք առնչվում են քաղաքացու, այսպես ասած, բարեկեցիկ կամ կյանքի որակի բարելավմանը։ Բայց առավելագույն նշածս այս 3 ոլորտներն են, որտեղ մենք աշխատում ենք, գործունեություն ենք ծավալում եւ բնականաբար ընթացիկ աշխատանքներում անդրադառնում ենք բոլոր այն խնդիրներին ու իրադարձություններին, որոնք օրակարգային են, որոնք ճգնաժամային են կամ ժամանակի թելադրանքով են։ Ինչու ժամանակի թելադրանքով, որովհետեւ եթե վերցնենք նույն գյուղատնտեսության ոլորտում, վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները կամ գլոբալ տաքացումը ամբողջ աշխարհի համար դարձել է, այսպես ասած, գլուխկոտրուկ եւ փնտրվում են այն հարմարվողական գործիքները կամ քննարկվում են այն իրավիճակները, որոնցով կկարողանան ելքեր փնտրել կամ հարմարվել արդեն տաքացող աշխարհում, Բնականաբար Արմավիրի մարզը լինելով գյուղատնտեսական մարզ, առավել զգայուն է եւ ավելի արագ է զգում կլիմայի փոփոխությունը իր կամ գյուղատնտեսության վրա, եթե գյուղատնտեսության վրա, հաջորդաբար իր վրա, մարդը իր վրա, որովհետեւ իր կյանքը ուղիղ կապված է այն գյուղատնտեսության հետ, որով ինքը զբաղվում է, որը ապահովում է իր զբաղվածությունը։ Եվ բացի դա էլի իրավիճակային առումներով եթե վերցնենք, էլի նույն գյուղատնտեսության ոլորտում, բնապահպանության ոլորտում մենք շուտով աշնան ունենալու ենք COP17, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հյուրընկալելու ենք տարբեր մասնագետների, փորձագետների եւ այո, Հայաստանում, հատկապես քանի որ մեր գործունեությունը ծավալվում է Արմավիրի մարզում կենսաբազմազանության պահպանության մեծ խնդիր ունենք, այսինքն սա եւս բնապահպանական աղետներից մեկն է։ Շատ շնորհակալություն Անժելա, եթե խնդրեմ հնարավոր է գյուղատնտեսության ու բնապահպանության հետ կապված հարցերի շուրջ մի երկու կարևոր թեմաների վրա օրինակ կենտրոնանք,
կապված Արարատյան դաշտի ջրային պաշարների հետ, միգուցե նաև բնապահպանության ընկալումների մասին երկու ու իմ կարծիքով նաև եթե խոսենք այս խնդրի մասին, սա նաև կարող ենք հասնել ձեր գործողությունների, օրինակ ինչ խնդիրների եք բախվել այդ գործողությունների ընթացքում։ Շատ լավ, շնորհակալություն։ Հարցին մի քիչ երևի ծավալուն կպատասխանեմ, որովհետև կխոսեմ մի խնդրի մասին, որը իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ։ Եվ եթե մենք խոսում ենք Արմավիրի մարզի եւ գյուղատնտեսության մասին, առաջին հերթին պետք է գլխում ուղեղում ունենանք անպայման ջուր բառը, ջուր, ոռոգման ջուր, եթե գյուղատնտեսություն եւ խմելու ջուր, որը նորից օգտագործվում է նույն աղբյուրից, ինչ որ ոռոգման ջուր, հա։ Խոսքս արտեզան ավազանի ջրային պաշարների մասին է, սա մեզ համար եղել եւ մնում է այն կարևոր ու ընթացիկ աշխատանքներից մեկը, որը սկսվել է եւ ավարտ չունի դեռևս եւ չի ունեն այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի գիտակցել ինչ է նշանակում խնայել ջուրը կամ ջուրը օգտագործել հավուր պատշաճի եւ չվատնել, չշռայլել արտեզան ավազանից եկող քաղցրահամ ջուրը։ Սա բացառիկ դեպք է, ոչ բոլոր երկրներն ունեն արտեզան ավազան եւ արտեզան ավազանից բխող քաղցրահամ ջուր։ Շատ սրա մասին չխոսեմ, հետո եթե որևէ մեկին կհետաքրքրի, կարող ենք շատ ավելի մանրամասն քննարկել, ես կարծում եմ, որ ինձ հետ կապվել դժվար չի լինի։ Ձեր կայքի միջոցով, Այո, չէ՞։ մենք ունենք ուսումնասիրությունները հրապարակված տարածաշրջանի կայուն զարգացում հասարակական կազմակերպության Facebook-յան էջում, շուտով կլինի նաև կազմակերպության կայքեջում, որը նոր է գործարկվել եւ այս ծրագրի շրջանակներում է գործարկվել, որի համար շնորհակալություն եմ հայտնում աջակիցներին, ֆինանսավորողներին եւ շարունակելով խնդրի մասին խոսել, հա, շատ չշեղվել, ուզում եմ բացատրել, որ մարդկության համար ամենակարևոր բանը դա ջրի նկատմամբ վերաբերմունք ունենալն է։ Եվ վերջին առնվազն 20-25 տարիների ընթացքում Արարատյան դաշտի արտեզան ավազանի ջրային պաշարները անխնավատնվում են եւ մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առաջ։ Մասնագետները նույնիսկ կանխատեսում են, որ մի քանի տասնյակ տարի հետո հնարավոր է ստորգետնյա ցնցում, ես այդ պնդումը չեմ անի, բայց ասում եմ նրա մասին, ինչի մասին լսել եմ եւ ասում եմ նրա համար, որովհետեւ ինքս եղել եմ այդ ջրային պաշարների քանակի օգտագործվող չափերի ուսումնասիրությունների թիրախում մասնագետների հետ տարիներ շարունակ եւ այդ ջրերը վատնվում են հիմնականում ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների կողմից, որովհետեւ նախկինում հավանաբար 10-15 տարի առաջ կամ մի քիչ ավելի շատ, երբ որ սկսել են արդեն զարգանալ ձկնաբուծարանները եւ գաղտնիք չի, որ ձկնաբուծությունը Հայաստանում դարձավ ճանաչվեց գերակաճյուղ գյուղատնտեսության մեջ, այդ ժամանակներից ի վեր նրանց տրվեց անխնակերպով տրվեց թույլտվություններ խորքային հորերի շահագործման համար։ Եվ մենք տեսնելով վտանգը մեր մաշկի որպես մարզի բնակիչ, ոչ միայն որպես կազմակերպության ներկայացուցիչ, որը աշխատանք է կատարում, այլ որպես մարզի բնակիչ, որը մտահոգ է եւ սրտացավ է իր եւ իր շրջապատի մարդկանց նկատմամբ եւ իր հարստության նկատմամբ, հա, որոնք այսպես ասած կորցնում ենք, կարող եմ պնդում անել, որ ջրային ռեսուրսները օգտագործվում են անխնա եւ մենք այդ բոլոր ուսումնասիրություններից հետո այդ մասին տեղեկատվությունը եւս հրապարակային է։ Մենք այդ մասին զեկույց ունենք, մենք այդ մասին առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել պատկան մարմիններին, շրջակա միջավայրին, նախարարությանը, ունեցել ենք քննարկումներ եւ ունեցել ենք նաեւ արդյունքներ, որտեղ խստացվեցին հավանաբար ես տարեթվերով եւ ամսաթվերով չնշեմ, որպեսզի շփոթմունք չլինի, եթե որևէ մեկը կցանկանա կարդալ դա հրապարակային ինչպես նշեցի, եւ մենք ունեցել ենք արդյունքներ, որտեղ խստացվել են խորքային հորերի թույլտվությունների պայմանները,
Սահմանվել են նորմեր ջրօգտագործման համար եւ նաեւ տեղադրվել են հաշվիչ սարքեր էլեկտրոնային, որոնք վերահսկվում են թե ինչ չափականակով ջուր է օգտագործվում ձկնաբուծարանների կողմից եւ սա մենք համարում ենք այն հաջողությունը 3 տարիների աշխատանքի չարչարանքի սա չի լուծում ամբողջությամբ խնդիրը, բայց հաջողության ճանապարհն է, որով գնում ենք եւ որով շարունակում ենք գնալ եւ որոշակի կերպով հույս ունեմ, որ կխնայենք մեր ջրային պաշարները, որովհետեւ մի օրինակ բերեմ, երբ որ ասենք 10 տարի առաջ մենք ունեինք ինքնաշատրվանող խորքային հորեր, գուցե ձեզ համար մի քիչ խորտ լինի այս տերմինը կամ չպատկերացնեք ինչ է դա իրենից ներկայացնում, դա իրենից ներկայացնում է հոր արտիզան ավազանի մեջ, որը չի աշխատում հավելյալ ենթակայանով հենց միանգամից արտիզան ավազանից ինքնաշատրվանում է այդ ջուրը եւ օգտագործվում ոռոգման նպատակով։ Իսկ հիմա մեր խորքային հորերը արդեն արտիզան խորքային հորեր են, օգտագործվում են մատորներով եւ հոսանքով, այսինքն քանի դեռ չի գործարկվել, արտեզյան հորը հոսանքի միջոցով մենք չենք կարողանում ավազանից ջուր դուրս բերել։ Սա ինչի եմ բացատրում, որպեսզի հասկանաք ինչ աստիճանի է նվազել ջրի մակարդակը ստորգետնյա ջրավազանում։ Եվ այստեղից բխող հիմա շատ արագ փորձեմ ավարտել միտքս եւ այստեղից բխող երկրորդ խնդիրը, երրորդ չորրորդի մասին չեմ խոսի, երկրորդ խնդիրը նա է, որ Արմավիրի մարզը խմելու ջուրը եւս ստանում է արտիզան ավազանից։ Եվ քանի դեռ արտիզան ավազանի ջրային պաշարները նվազում են, այնքան կոշտանում է խմելու ջուրը, այսինքն ավելանում են աղերի քանակները եւ խմելու ջուրը խմելու համար դառնում է ոչ պիտանի։ Դա կարող է լինել առողջության համար վտանգավոր, հավանաբար եթե Արմավիրի մարզում եղել եք, ես չգիտեմ մայրաքաղաքում ինչպես է, բայց եթե Արմավիրի մարզում եղել եք, նկատած կլինեք, որ բոլոր ծորակները աղակալված են շատ։ Մեզ մոտ այդ կենցաղային սարքավորումները շատ արագ շարքից դուրս են գալիս, որովհետև այդ աղերը վնասում են։ Բնականաբար նաև այդ աղերը կվնասեն մարդու առողջությանը, կենդանի օրգանիզմին, եւ Արմավիրի մարզի շուրջ 80% բնակավայրերում խմելու ջուրը մարդիկ չեն օգտագործում ծորակից, այլ գնում են շրջիկ վաճառող ցիստերներից եւ վերջին 4-5 տարիներին նաեւ այսպես ասած ջրի վաճառքի բիզնեսը նոր թափ ստացավ կամ մի քիչ ավելի ժամանակակից դարձավ, բացի ցիստերներից ջրավաճառ, նաև կան ստացիոնար վաճառքի կետեր բնակավայրերում, որտեղից մարդիկ գնում են եւ վճարում են ու առնում են խմելու ջուրը։ Սա բնականաբար կարող եմ եւս աղետ համարել, որովհետեւ սոցիալապես անապահով ընտանիքների համար սա կրկնակի բեռ է, ծանր բեռ է, որ մարդը մեկ կրկնակի վճարում պիտի անի։ Մի անգամ պիտի վճարի ծորակից հոսող ջրի համար, որովհետեւ բնականաբար օգտագործման համար ծորակից է վերցնում տարբեր առիթներով եւ խմելու համար Եթե վերցնենք ամառը, ծախսերը ավելի են մեծանում, որովհետև եթե ձմռանը մեկ ընտանիքը, ասենք, կօգտագործի 15-ից 20 լիտր գնված ջուր, բնականաբար ամռանը դա կրկնակի եռակի անգամ ավելի շատ կլինի եւ 1 լիտրը այդ մեքենաներից կամ ստացիոնար կետերից մարդիկ գնում են 10 դրամով։ Շնորհակալություն կարևոր տեղեկատվության համար, փաստորեն մենք իսկապես արդեն ունենք խնդիրներ, իսկ բնապահպանականի հետ կապված մեզ մոտ հաճախ մենք մեծ հանքերից ենք խոսում։ Այս ամով ես գիտեմ, որ դուք այլ գործունեություններ եք ծավալում, այդ մասով ինչ կարող եք ասել։ Ինչու մենք որոշեցինք, որ պարտադիր պետք է այդ ուղղվածությունը ունենանք եւ զարգացնենք։ Նախ ուզում եմ նշել, որ մինչեւ այս ոլորտ ներխուժելը, այսպես ասած,
Չնայած նրան, որ մենք ունենք բավականին գիտելիքներ, որովհետև թիմը, որ գործունեություն է ծավալում տարածաշրջանի կայուն զարգացում հասարակական կազմակերպությունում, նրանք նաև երկար տարիներ, առնվազն 2 տասնյակ տարիներ աշխատել են մեդիա ոլորտում եւ բավականին տիրապետում էին իրավիճակին, թեմային եւ տարբեր դասընթացների, չգիտեմ, քննարկումների արդյունքում տարիների ընթացքում զարգացնում էին իրենց գիտելիքները, բայց մենք որոշեցինք, որ կարողությունների զարգացման կարիք ունենք եւ այս ծրագրից առաջ մենք ունեինք նույն կազմակերպությունից, փինից մի դրամաշնորհային ծրագիր, որով 1 տարի շարունակ զարգացրեցինք թիմի կարողությունները գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտում։ Սա կարեւոր էր, որովհետեւ մենք համարում ենք, որ պետք է մարդ, ով աշխատում է իր շահառուների հետ, ով աշխատում է մարզի հասարակության հետ, պետք է տեղեկացված լինի խնդրին եւ կարողանա ճշգրիտ գրագետ ներկայացնել այդ խնդիրը հանրությանը։ Եվ հետևաբար կարողությունների զարգացումից հետո միայն շարունակեցինք ավելի խոր ուսումնասիրություններ անել եւ մեզ զարմացնում էր այն փաստը, որ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քիչ առաջ ձեր վերը նշված, այսպես խոշոր հանքերից բացի բնապահպաններին չի հետաքրքրում, գրեթե չի հետաքրքրում, չեմ ուզում վիրավորել որևէ բնապահպանի կամ իմ գործընկերների բնապահպանական կազմակերպություններից, բայց այնուամենայնիվ տեղերում, մարզերում, համայնքներում, փոքր համայնքներում արկա խնդիրների նկատմամբ հետաքրքրություն չկա, այսպես ասած, այդ նախաձեռնությունների, կազմակերպությունների կամ անհատ ակտիվիստների կողմից։ Բայց Արմավիրի մարզը այն մարզերից մեկն է, որտեղ կան հազարավոր հեկտարներով դեգրադացված հողատարածքներ, դրանք աղակալված եւ կրկնակի աղակալված հողատարածքներն են, որոնք ժամանակին գյուղատնտեսական նշանակության են եղել, սեփականաշնորհվել են կամ որպես տնամերձ հողամասեր բաժանվել են գյուղացիական տնտեսություններին եւ այսօր դրանք մշակելի չեն, որովհետեւ եթե աղակալված էին կրկնակի են աղակալվել, եթե աղակալված չէին, սկսել են աղակալվել։ Երկրորդ խնդիրը դա հանքարդյունաբերությունն է, արդեն ոչ թե ոսկու հանքի մասին է խոսքը, այլ ավազի հանքերի մասին է խոսքը, քարի հանքերի մասին է խոսքը, որոնք ավազի հանքերի մասին, եթե խոսենք, որոնք մեծամասնությամբ կամ ամբողջությամբ սխալված չեմ լինի ասել, տեղակայված են գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում։ Այստեղ կրկին խնդիրները բազմազան են, որովհետև հանքարդյունահանողները սկզբում գնում են ենթադրենք 1 հեկտար հողատարածք գյուղատնտեսական նշանակությամբ, որտեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդտեղից կարելի է լավ որակյա ավազ արդյունահանել։ 1 հեկտարը գնելուց հետո հանքարդյունաբերության համար նրանք թույլտվություն են ստանում, ասենք 1000 քառակուսի մետրի համար։ Քիչ ծախսերով մեծ եկամուտներ եւ գործունեություն են ծավալում 1 հեկտարի շրջանակներում եւ սրանով չի սահմանափակվում, երբ որ 1 հեկտարի վրա հանքարդյունահանումը սկսվում է եւ մինչեւ ավարտվելը հարակից առնվազն տասնյակ հեկտարներով հողատարածքներ ենթարկվում են չորացման, ինչու, որովհետեւ հանքարդյունահանումից սկսվում է հարևան տարածքներում լճեր առաջանալ, ճահճուտներ առաջանալ եւ հողը մշակության համար անպիտան է դառնում։ Բացի դրանից, երբ որ գործունեությունը ավարտվում է օրենքով սահմանված կարգով, պետք է տեղի ունենա ռեկուլտիվացիա։ Ռեկուլտիվացիա նշանակում է վերականգնել հողը, հանձնել համայնքին կամ, չգիտեմ, վաճառել, ամեն դեպքում պետք է վերականգնել, այդ տարածքը։ Սա տեղի չի ունենում։ Նաև օրենքով սահմանված կարգով հանքարդյունահանողը գլխագին է վճարում որպես պետական տուրք, պետական բյուջե, որ եթե ինքը դա չի անում, պետությունը պիտի դա անի։ Սա շատ փոքրիկ սիմվոլիկ գումար է, որով ռեկուլտիվացիա անել գրեթե անհնար է, այսինքն առնվազն 10 քառակուսի մետր չես կարող դրանով անել։ Ես այս պահին հստակ գումարի թիվը չեմ կարող ասել, բայց երբ որ մենք էինք ուսումնասիրություն անում, դա մոտավորապես 100,000 դրամին մոտ գումարի մասին էր խոսքը։
Եվ չունենք նախադեպ, որ կամ սեփականատերը կամ պետությունը այդ գումարով որևէ վերականգնողական աշխատանք իրականացրած լինի։ Այստեղ նաև խնդիրներ էին առաջանում, որ հարևան գյուղացիական տնտեսությունները չէին կարողանում իրենց հողատարածքները մշակել եւ իրենց ընտանիքները կերակրել, եւ սա եւս միտում ուներ, որովհետեւ նրանք արդեն սկսում էին շատ մատչելի գներով իրենց հողատարածքները վաճառել հանքարդյունահանողին։ Այստեղ մենք կրկին հաջողություն ունենք, ինչպես նաև ունենք խմելու ջրի դեպքում, որը չասեցի, այն դեպքում գոնե վաճառվող ջրի նկատմամբ վերահսկողություններ առողջապահական մարմինների կողմից, որովհետև շոկորերին, կներեք, որ շեղվեցի, ուղղակի դա կարևոր փաստ էր, որ պետք է նշեի, շոկորերին առավել եւս ցիստերի մեջ պահել ջուրը եւ վաճառել վտանգավոր է։ Եվ վերադառնալով հանքերին, ուզում եմ ասել, որ այս ուսումնասիրություններից հետո գոնե մենք հասանք նրան, որ կրկին տեսչական մարմինը, պետական կառույցները տեսչական մարմնի միջոցով սկսեցին վերահսկողություն, ուսումնասիրություն անել եւ վերահսկողություն սահմանել եւ ի ուրախություն մեզ, ի դժբախտություն հանքատերերի, շատ հանքեր փակվեցին, շատ դեպքերում տուգանվեցին, որովհետև այնտեղ ամենանվազագույն, այսպես ասած, օրենքով սահմանված կարգով գործառույթները չէր իրականացվում, անգամ այն նույնիսկ ցուցանակները, որ ովքեր են իրենք ինչ ընկերություն են, ինչ գործունեություն են ծավալում, որը պետք է տեսանելի լիներ, դա անգամ չկար եւ այլն, շատ դեպքերում տուգանքներ սահմանվեցին եւ մենք դա եւս համարում ենք հաջողություն, որովհետեւ եթե նույնիսկ հանքարդյունահանման ավազի հանքարդյունահանման համար թույլտվություններ հիմա տրամադրվում են, կրկին ուսումնասիրվում են տարածքները, հստակ չափագրվում են, որ տարածքում պետք է իրականացվի, նոր թույլտվությունները տրամադրվում են։ Շատ շնորհակալ, Նոժա ջան, շատ կարևոր տեղեկատվություն տրամադրեցիք, իմ վստահ եմ մեր լսողների համար շատ նաև հետաքրքիր, ոչ բոլորս ենք իրազեկված այս խնդիրներից եւ որպես եզրափակում մեր այս կարևոր խոսակցություն կարող եք նշել որն է կազմակերպության տեսլականը, ինչ քայլեր ցանկամ ձեռնարկել, օրինակ ինչի կարիքներ ունի կազմակերպությունը։ Վերջից սկսենք։ Կարիքներ միշտ ունի կազմակերպությունը եւ այդ նույն կարիքից է բխում, որ կազմակերպությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է, այսպես ասած, լինել դիմակայուն եւ իրականացնել ծրագրեր, որոնք կունենան որակ եւ որոնք կտան արդյունք։ Ինչպես շատ կազմակերպություններ, այնպես էլ մենք ունենք ֆինանսական խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին բերում են էլի մնացած խնդիրները, այսինքն մարդկային ռեսուրսների խնդիրներ, աշխարհագրության ընդլայնման խնդիրներ, դրանից բխող եւ այդպես շարունակ, շատ չերկարացնեմ։ Բայց այնուամենայնիվ մեր կազմակերպությունը եւ մեր թիմը ամուր է եւ որդեգրել է մի քաղաքականություն, որ անկախ դժվարություններից, որը մենք արդեն հաղթահարել ենք բավականին, շարունակելու է աշխատել եւ ամուր է լինելու ու կողքին է լինելու հասարակության եւ իր շահառուների եւ իր թիրախ խմբերի համար անելու է ամեն ինչ։ Սա մեզ համար կարևոր առաքելություն է եւ այս ոգով մենք շարունակում ենք աշխատել։ Ինչ տեսլական ունենք, բնականաբար մենք ուզում ենք ընդլայնել աշխատանքային մեր աշխարհագրական դիրքը, մեծացնել աշխատանքի ծավալները, ընդլայնվել նաև հարևան մարզերով, որովհետև ես կարծում եմ ոլորտների փոփոխություն այս պահին չենք դիտարկում, բայց քանի որ Արարատի մարզը, ինչու՞ չէ նաև Արագածոտնի մարզը, իրենք խնդիրներով շատ նման են Արմավիրի մարզին, բնականաբար մենք ուզում ենք նաև գործունեություն ծավալել հարևան այս երկու մարզերում։ Արարատի մարզում որոշակի աշխատանքներ արդեն արել ենք, բավականաչափ մեծ հետազոտություններ արդեն իրականացրել ենք եւ հիմա մտածում ենք, քննարկում ենք, պլանավորում ենք նաև Արագածոտնի մարզում գործունեություն ծավալելու մասին։ Սա մեր առաջնային կամ պլանավորված, այսպես ասած, հետագա գործունեությունն է։ Շարունակելով միտքս, նաև շատ կարևոր է մեր անընդհատ զարգանալու, մասնագիտանալու, փորձ ձեռք բերելու
այսպես ասած կարողությունները զարգացնել, որովհետև կարողությունների զարգացումը չի լինում այսօր եւ ավարտվում վաղը, եւ դու կարող ես կամ կարողունակ ես ամեն ինչի, կամ քո միտքդ արդեն բավական է, քո գաղափարներիդ արդեն բավարար են, որ դու այս կամ այն խնդրին անդրադարձ կատարես, որովհետև օր-օրի ամեն ինչ փոխվում է, շատ արագ է փոխվում եւ դու պետք է նաեւ համահունչ լինես այն խնդրի կրողը լինես քո գաղափարով կամ քո գիտելիքների մակարդակով, որտեղ կկարողանաս ինչ-որ գործունեություն ծավալել եւ արդյունք ունենալ։ Եթե ոչ, պարզապես հետևողի դերում լինել կամ փորձել ինչ-որ չափով հոգեբանորեն կամ հոգեբանական աջակցություն ցուցաբերել, դա արդեն աշխատանք չէ, դա սրտացավություն է պարզապես։ Իսկ մենք աշխատում ենք, ուզում ենք աշխատել ավելի լավ եւ այս պահին աշխատում ենք մեր գիտելիքները լավացնել կլիմայի փոփոխության եւ հարմարվողականության թեմայի շուրջ, այն գործիքների ներդրման մասին ունենալ գիտելիքներ, որոնց մասին պատրաստվում ենք կիսվել մեր գյուղացիական տնտեսությունների հետ, որովհետեւ գյուղացիական տնտեսությունները լսել են, բայց չեն պատկերացնում ինչ է դա։ Շոկը զգում են, ցուրտը զգում են, եղանակային փոփոխությունը զգում են, բայց չեն պատկերացնում դա ինչ վնաս է տալիս իրենց։ Եվ որպեսզի բացատրենք դա ինչ է եւ ինչպես պետք է դրա դեմ պայքարել կամ չպայքարել, պարզապես հարմարվել, որովհետեւ դա նաեւ իր դրական կողմերն ունի, որովհետեւ Արմավիրի կամ Արարատյան դաշտում կլիմայի կամ ջերմաստիճանի փոփոխությունը կարող է ունենալ դրական հատկանիշ, եթե գյուղատնտեսության մեջ գյուղացին մեկ ցանքաշրջանառություն է տարեկան, հա, մեկ ցանքաշրջանառություն է իրականացնում։ Հիմա եղանակային այս պայմանները թույլ են տալիս 2-3 ցանքաշրջանառություն իրականացնել մեկ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում։ Ուզում եմ ասել, մենք այս առումով պետք է հարստացնենք մեր գիտելիքները, որպեսզի փոխանցենք մեր շահառուներին, մեր լսարանին, մեզ հետևողներին, մեզ վստահողներին եւ ամենակարևորը մեզ վստահողներին, որովհետեւ մեզ վստահում են, որովհետեւ մենք կարող ենք փորձով կիսվել եւ կարող ենք դրականը բերել, ինչի համար պետք է աշխատել ինքդ քեզ վրա նախ առաջին հերթին, հետո նոր դաշտում։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն Անժելա ջան, ինչպես ասեցիք, ինքնակրթվենք, զարգացնենք մեր կարողությունները, ուշադիր լինենք մեր միջավայրին եւ հատկապես խմելու ջրին։ Շատ շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում ձեզ ձեր ապագա աշխատանքներում։ Ձեզ շնորհակալություն, հաջողություն։